Ով է իրականում Վանգան, կույր մարգարե, հոգեբան, վերլուծաբան, թե ուղղակի կին, ում ասածները չգիտես ինչու ու չգիտես ինչպես դարձել են իրականություն։ Подлетаем к блоку. Все думали, что вот сейчас, как я говорил, бездумное решение. Այսօր խոսելու ենք Վանգայի կանխատեսումների մասին, որոնք չգիտես ինչու տեղի են ունեցել։ Ինչու եմ այսպես ասում, կիմանաք արդեն թողարկումը նայելուց հետո, իսկ մեկնաբանություններում միջև տեսանյութը սկսելը կարող եք գրել, թե Վանգայի կոնկրետ որ կանխատեսմանն եք դուք հավատացել եւ որն է իրականում պատահել։ What's your emergency? Բաբա Վանգան ծնվել է 1911 թվականին, այն ժամանակ Օսմանյան կայսրության կազմում գտնվող Ստրումիցիա քաղաքում։ Վանգայի մանկությունը շատ ծանր էր։ Ծնվելուց Վանգան եղել է շատ թույլ, եւ բժիշկները չեն խոստացել, որ երեխան կապրի, սակայն նա ապրեց ու շուրջ 2 ամիս նա չուներ անուն։ Վանգան վաղ տարիքում կորցրել է մորը, իսկ հայրը երկար ժամանակ մասնակցել է պատերազմների եւ հիմնականում բացակայել է տանից։ Ընտանիքը շատ աղքատ էր եւ փոքրիկ Վանգան հաճախ ստիպված էր միայնակ հոգ տաներ իր մասին։ Առաջին ասոցիացիան Վանգայի հետ որ գալիս է, դա կանխագուշակությունն է, երկրորդը որ նա կույր է եղել, իսկ երրորդը որ նա Բուլղարիայից է եղել։ Առաջինը մենք ընդհանուր հիմա կքննարկենք, երրորդը որ նա Բուլղարիայից է, դա փաստ է, իսկ կուրության հետ կապված կա հետաքրքիր վարկած։ Ինչպես է առհասարակ Վանգան կուրացել։ Ըստ իս, միջև ուսումնասիրելը, միջև սցենար կազմելը, ես մտածում եմ, որ Վանգան ի ծնե է կույր եղել։ Սակայն դա այդպես չէ, կա մի քանի վարկած, որոնցից մեկը, երբ նա 12 տարեկան է եղել, սկսել է շատ ուժեղ պտտահող, փոթորիկ, նրան բարձրացրել է վերև, հետո գցելով ներքև, այդպես աղջիկը աչքերը վնասել է, տեսողությունը վնասել է ու ժամանակի ընթացքում արդեն լիակատար կուրացել է։ Սա շատ լավ տարբերակ է, քանի որ մարդիկ այդ գերբնական ուժը կանխատեսումը կապում են հենց այս երևույթի հետ։ Մյուս վարկածը Վանգան տեսել է, թե ինչպես են կողոպուտ անում եւ որպիսի վկա չլինի, այդ մարդիկ ուղղակի նրա աչքերը հանել են։ Իսկ երրորդ վարկածը, որը ամենահետաքրքիրն է, Վանգային 12 տարեկան հասակում բռնաբարել են, որից հետո նրա աչքերը հանել են։ Երրորդ վարկածը ըստ իս ամենամոտն է, քանի որ այդ ժամանակահատվածում ցավոք սրտի նման երևույթները շատ տարածված են եւ նորմային ինչ որ միտեղ նաեւ համարվում։ Դե իսկ դուք որ տարբերակն եք կարծում, որ ճիշտ է, կարող եք մեկնաբանությունների դաշտում գրել դրա մասին։ 1930-ականներից սկսած նրա համբավը սկսվում է շատ արագ տարածվել ամբողջ Բուլղարիայում, իսկ հետո արդեն սովետական միությունում։ Ամենահետաքրքիրն այն է, որ երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Վանգային սկսել էր այցելել նույնիսկ զինվորականներն ու պաշտոնյաները։ Նրան գալիս էին տեսնելու դեպուտատները, ուղղակի գյուղացիները կամ այն մարդիկ, որոնք հույս ունեն, որ Վանգան կարող է նրանց փրկել։ Վանգային այցելելու համար մարդիկ հերթագրվում էին, վճարում հատուկ գումար, իսկ ընդունելությունները գրանցվում էին պետական համակարգում, այսինքն իշխանությունները ոչ միայն դեմ չէին, այլ նաև Վանգայի համար կառուցել էին մի, կարելի է ասել, կառույց, որը այդ ամեն ինչը վերահսկում էր։ Իշխանությունները ոչ միայն արգելում էին նրան, այլ որոշ չափով նույնիսկ օգտագործում էին նրա ֆենոմենը։ Ամենագլխավոր պատճառը, ինչի համար դա իշխանությունն անում էր, իհարկե գումարն էր։ Սակայն Վանգայի շնորհիվ Բուլղարիան շատ հայտնի դարձավ, իսկ տուրիստական հոսքը ահավոր շատ էր նույնիսկ պատերազմի ժամանակ։ Վանգան կարողանում էր ամբողջ երկրի туриզմը ապահովել, իսկ դրանով արդեն մնացած ստրուկտուրաները աշխատում են եւ ընդհանուր պետությունը դրանից շահում էր։ Այսպիսով Վանգային կանխատեսումները սկսում են մեկը մեկի հետևից կատարվել, իսկ մի քանիսը մնում են մի քանի տարի հետո, որպիսի կատարվեն, սակայն դա այդպես էր թե ոչ։ Շատ հաճախ մարդիկ ուղակի լսում էին Վանգայի մի ասածը, իսկ հետո համեմատում X դեպքի հետ, որը եղել է, եւ ասում, այո, Վանգան ճիշտ է գուշակել։ Բայց միգուցե դա զուգադիպություն է։ Եկեք մի քանի հայտնի кейսեր քննարկենք, որոնք Վանգան պնդել է եւ այդ կանխատեսումները իրականում տեղի են ունեցել։ Կամ դա ուղղակի մենք ենք փորձել ինքներս կապել այս կանխատեսումը այս իրադարձության հետ։
2000 թվականին, երբ ռուսական Կուրսկ սուզանավը խորտակվեց, ամբողջ աշխարհը հիշեց Վանգայի հին արտահայտություններից մեկը։ Կուրսկը ջրի տակ կլինի եւ ամբողջ աշխարհը կլցվի դրա համար։ Այդ ժամանակ մարդիկ կարծել էին, թե խոսքը ռուսական քաղաքի մասին է, որովհետեւ ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ դա կարող է լինել սուզանավի անուն։ Հենց աղետից հետո այս պատմությունը դարձավ Վանգայի ամենահայտնի իրականացած կանխատեսումներից մեկը։ Հաջորդը սեպտեմբերի 11-ի աղետի կանխատեսումն է։ Սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում երկու երկնաքեր, որոնց նաև կոչում են երկվորյակներ, տերակտի արդյունքում ուղղակի ոչնչացվում են։ Սեպտեմբերի 11-ի աղետից հետո համացածում լայն տարածում ստացավ մի արտահայտություն, որը նույնպես վերագրում էին Վանգային։ Ամերիկացի եղբայրները կընկնեն երկաթե թռչունների հարվածից։ Մարդիկ այս արտահայտությունն անմիջապես կապեցին սեպտեմբերի 11-ի տերակտի և Նյու Յորքի երկվորյակ աշտարակների հետ։ Չեռնոբիլի աղետը դարձավ հաջորդ կարևոր կանխատեսումը, որը Վանգան նույնպես ասել է։ Չեռնոբիլի աղետի հետ կապված նույնպես տարածվել են պատմություններ։ Վանգան նախազգուշացրել էր թունավորված հողի և անտեսանելի մահվան մասին, բայց այս կանխատեսումների մեծ մասը նույնպես հաստատված է աղետից հետո։ Հրապարակված հոդվածներ կամ Վանգայի ինչ-որ խոսքեր, որոնք նկարահանվել է, չկա։ Այսինքն մենք ոչ մի ապացույց չունենք, որ այս ամենը, ինչը հենց նոր ես թվարկում էի, Վանգան իրականում ասել է։ Միգուցե սա զուտ մարդիկ են փորձել վերագրել Վանգային, բայց ինչն է պատճառը, չէ՞ որ նա արդեն վաղուց մահացել է, նրան PR հարկավոր չէր, նրան այդպես ինչ-որ գումար չէր գնա նրա կամ ընտանիքի անդամներին, այսպես ասած, անհասկանալի է։ Վանգան նաև մի շատ կարևոր կանխատեսում է արել։ Դա սովետական միության փլուզումն է, որի մասին կա լեգենդ, սովետական միության կառավարիչները, որոնք անընդհատ այցելում էին Վանգային, այս լուրը իմանալուց հետո սկսում են կրկնակի այցելել, որպեսզի պարզեն ինչպես, երբ, ինչ պարագաներում։ Վանգային փորձել են կաշառել, փորձել են համոզել, նրան սպառնալ, որ ոչ ոքի սրա մասին չասի։ Միգուցե սա էլ հենց պատճառն է, որ սրա մասին մենք իմանում ենք միայն երբ որ դեպքը տեղ է ունեցել։ Ավելի կոնկրետ մենք ինքներս ենք ենթադրություններ անում եւ կապում իրար այն, ինչը իրականում փաստացի արձանագրված չէ։ Վանգան նաև կանխատեսումներ է արել Հայաստանի հետ կապված։ Ավելի կոնկրետ միգուցե մենք ենք դա վերագրում Հայաստանին, քանի որ նա ուղղակի խոսակցությունների մեջ ասել է, որ կունենաք ճգնաժամ, վատ տարիներ, բայց ինչու ենք մենք դա կապում պատերազմի հետ, ինչու ենք դա կապում Արցախի կորստի հետ, դա իրականում ես էլ չգիտեմ։ Հատկապես այս վերջին մի քանի տարիների ընթացքում մարդիկ սկսեցին վերհիշել Վանգայի ասածները, դրանք կապել անցյալի, ներկայի, ինչպես նաև ապագայի հետ եւ համոզվել, որ Վանգան իրականում կանխատեսում է ամեն ինչ։ Մեկնաբանությունները թողնում եմ ձեզ, կարող եք կիսվել ձեր կարծիքներով, քանի որ Վանգան ոչ միայն քաղաքական ինչ-որ կանխատեսումներ է արել, այլ նա նաև ասել է, որ տարիներ հետո կանայք, որոնք չեն կարողացել հղիանալ, կկարողանան հղիանալ։ Մարդիկ կապ կստանան տիեզերքից։ Կլինի աշխարհում ապոկալիպսիս, կլինի մի վիրուս, որը կտարածվի աշխարհով մեկ եւ համարյա թե բոլորը կմահանան։ Դե իհարկե լիքը բան կա, որ չի համապատասխանում, բայց սկեպտիկները կարծում են, որ միգուցե ինչ-որ հատվածն է համապատասխանում կամ դեռ դա այդ դեպքը չի։ 1996 թվականի օգոստոսի 11-ին 84 տարեկան հասակում Վանգան մահացավ։ Պատճառը պաշտոնապես հայտարարվեց կրծքագեղձի քաղցկեղ։ Ըստ տարբեր աղբյուրների Վանգան իմացել է, թե երբ է մահանալու, իսկ մյուս աղբյուրները նշում են, որ նա չի իմացել։ Ինչպես նաև մարդիկ կարծում են, որ եթե նա իմանար, ապա կբուժեր իրեն։ Չէ՞ որ ոչ թե նա կանխագուշակությամբ էր զբաղվում, այլ իրական մոգությամբ, որին մարդիկ մինչև օրս հավատում են։ Դե իսկ Վանգայի մահից հետո մարդիկ սկսեցին կարծել, որ Բուլղարիայի կառավարությունը, ինչպես նաև մի շարք այլ գերտերություններ, կոնկրետ գաղտնիքներ, կանխատեսումներ, կանխագուշակություններ պահում է գաղտնի, քանի որ դրանք շատ վտանգավոր են մարդկության համար, ավելի կոնկրետ նրանց քաղաքացիների եւ չեն կարող բարձրաձայնել։ Մեկնաբանություններում կարող եք կիսվել ձեր կարծիքով, արդյոք հավատում եք գուշակություններին, թե ոչ, ինչպես նաև արդյոք հավատում եք, որ Վանգան կանխագուշակ է եղել, թե ուղղակի մարդ, ում ասածները իրականություն է դարձել։